Բարի երեկո, եթերում երկրի հյուրասրանը, երկրի հյուրասրամի ես այսօր զրուցել եմ Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ։ Պարոն Թևանյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Թևանյան, Հայաստանը եւ Ադրբեջանը կամ հակառակը Ադրբեջանը, հետո Հայաստանը հայտարարեցին, որ խաղաղության պայմանագիրը արդեն պատրաստ է ստորագրման համար, մնում է համաձայնեցնել ժամկետները, վայրը եւ այլն նման տեխնիկական մանրամասներ։ Մոտ է խաղաղությունը, պարոն Թևանյան, խնդրեմ։ Դա կեղծ թեզ է, սուտ է։ Նիկոլ Փաշինյանի հերթական ստերից է, իրականությունն այն է, որ Ադրբեջանի թելադրանքով տեղի են ունենում գործընթացներ, առաջ են քաշվում նախապայմաններ եւ Նիկոլ Փաշինյանը դրանց ուղղակի համաձայնություն է տալիս եւ ըստ էության վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկում։ Խաղաղության պայմանագիր կողմնորոշված թուղթը Նիկոլ Փաշինյանին պետք է որպեսզի ինքը այստեղ իր փոքրաթիվ հավատացողներին ցույց տա, թե իբր ինչ-որ արդյունքների է հասել եւ ինքը կարող է խաղաղություն բերել, բայց դա փչացած պատեֆոնի էֆեկտով է աշխատում, որովհետեւ ինքը մեկ խոսում է թալանից եւ այդ քյաբաբից, բայց դա հին փչացած պատեֆոն է եւ մյուս փչացած պատեֆոնը դա այսպես կոչված խաղաղությունն է, որը ինքը 21 թվականի ընտրություններին էլ խոստացավ, դրանից հետո էլ խոստացավ, բայց այդ ամեն ինչի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, ստացանք 120,000 բռնագաղթվածներ Արցախից եւ ստացանք Հայաստանի տարածքի կորուստներ։ Հիմա այդ խաղաղության պայմանագիր կոչվածը եւ այն գործընթացը, որ տեղի ունենում ըստ էության Թուրքիայի մոդերատորությամբ, ունի երևացող եւ չերևացող կողմեր։ Երևացող կողմերը Ադրբեջանն է ներկայացնում, ասում է սահմանադրություն փոխիր, հրաժարվիր հայցերից ընդդեմ Ադրբեջանի, ԵԱԿ Մինսկի խմբի այդ երանախագահության ինստիտուտը լուծարիր, համաձայնիր դրան։ Եվ չերևացող կողմի մասին ես հիմա կուզենայի խոսել։ Չերևացող կողմը հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը գնում է երրորդ ժամկետի։ Ինքը ուզում է գնալ երրորդ ժամկետի, դա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների պարագայում ենք ունեցել, տարբեր իհարկե հետագծեր են եղել, բայց ոչ մեկ երրորդ ժամկետ չի կառավարել Հայաստանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ըստ էության գնում է երրորդ ժամկետի։ Բացառություն դառնալ։ Ինքը երրորդ ժամկետի է գնում։ 26-ին է պատրաստվում։ Գնում է երրորդ ժամկետի, այո, 26 կլինի, թե 25 կլինի, թե այլ process-ներ կլինեն հերթական կամ արտահերթ, ինքը գնում է երրորդ ժամկետի եւ այդ երրորդ ժամկետի համար որպես հովանավոր եւ աջակից տեսնում է Թուրքիային, կոնկրետ Էրդողանին։ Ինչերն է կանչել թուրք լրագրողներին, որպեսզի նրանց միջոցով էլ մեսեջները փոխանցի եւ թուրք հասարակությանը ասի, որ ես ձերն եմ։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանը վերածել Սիրիայի եւ այս պարագայում ինքը չերևացող կողմերով Թուրքիային տալիս է հետեւյալ խոստումները։ Առաջին, Հայաստանը կմտցնի Թուրքիայի ազդեցության տակ ամբողջությամբ, որը նշանակում է մեր ռազմավարական դաշնակիցների Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների խզում կամ վատացում, ել ավելի խորացված տարբերակով, եւ երկրորդը Թուրքիային խոստացել է տրամադրել այսպես կոչված Սյունիքի միջանցքը, բայց Թուրքիայի վերահսկողության տակ։ Այդ ամեն ինչը իհարկե ինքը բացահայտ չի հայտարարի, ինչպես որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում անմիջապես չհայտարարեց, որ ինքը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իհարկե տողատակում դա երևում էր, բայց ուղիղ տեքստ ինքը չի ասի, երբ որ հանձնել ավարտել է, այդ ժամանակ հայտարարել է, որ այո, ինքը Ադրբեջանի կազմում է ճանաչում Արցախը եւ որի արդյունքում մենք արդեն տեսանք, թե ինչ եղավ շրջափակում, այնուհետեւ հայաթափում Արցախի եւ Արցախի կորուստ։ Հիմա ինքը այդպես ուղիղ չի հայտարարում, բայց նրանք ովքեր հասկանում են քաղաքականությունից եւ process-ները տեսնում են, թե ինչ է կատարվում, մենք դա գնահատում ենք որպես Հայաստանի սիրիականացում եւ Հայաստանը Սիրիա դարձնելը դա նշանակում է, որ այստեղ կարող է կրկնվել երկրորդ ցեղասպանությունը։ Այստեղ կարող ենք մենք պետականության կորուստ ունենալ։ Սա ակնհայտ է եւ այդ մասին իրենք չեն խոսում, դրա համար մենք տագնապի շեփոր ենք հնչեցնում եւ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի իր իշխանությունը փրկելու համար Թուրքիային, այսպես ասած, տղա է բերում Հայաստանը։ Դրա համար է արագացնում, պարոն Թևանյան, գործընթացները, որովհետև մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի, ռուս-ուկրաինական հակամարտության հարցը գուցե առաջիկայում լուծվի, գուցե վերադառնանք այս տարածաշրջանում նախկին ստատուս քվոին, ազդեցության այսպես գոտիների բալանս ձևավորվի, ու այս ֆոնին փոխանակ սպասելուն, տեսնելուն, ի վերջո ում ազդեցությունն է տիրում տարածաշրջանում, ում հետ պետք է հարաբերությունները վերականգնել, շատ արագ գնում է այ ձեր ասած
ասած թրքացման, ինչպես դուք եք բնորոշում, կամ գոնե իրենց ասած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Այսինքն իր միակ խնդիրը այս պահին պարզապես իշխանություն պահելն է, որովհետև հակառակ դեպքում, եթե Ռուսաստանի ազդեցությունը այստեղ մեծանա, նա չի մնա իշխանության խնդրեմ։ Այո, գլոբալ իմաստով այո, իր տերերը դրսի, որոնք պատերազմի կուսակցության մնացուկներն ու շոշափուկներն են, նկատի ունեն Մակրոնը եւ այլ նմանատիպ դեմքերը, իրենց ծև գործը արեցին Արցախի հետ կապված, հիմա այդ ծև գործը ուզում են շարունակել Հայաստանի հետ կապված եւ շտապում են, որովհետեւ հասկանում են, որ Թրամփ-Պուտին պայմանավորվածության միջոցով այնտեղ կդբեռնաթափվի ուկրաինական ճակատը եւ բնականաբար հարավային Կովկասը կդառնա ուշադրության կենտրոն եւ այդ առումով Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե այստեղ ռուսական անվտանգային համակարգի ներկայությունը եղավ, ապա ինքը լավագույն դեպքում կդառնա Սաակաշվիլին։ Դրանից խուսափելու համար ինքը հիմա շատ մեծ արագությամբ նետվում է Թուրքիայի գիրկը եւ թուրքերին ասում է, որ ես պատրաստ եմ ձեր բոլոր պահանջները բավարարել, ըստ էության Հայաստանը դնել ձեր ոտքերի տակ, միայն թե պահեմ իմ իշխանությունը եւ իմ անվտանգությունը։ Դրա համար էլ շտապում են, Մակրոնն էլ շտապում, տեսեք ինչ արագ հայտարարեց, որ ուռա, ասում է, ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այսինքն այդ սրիկանները խոստովանում են, որ այդ խոչընդոտը Արցախն էր, այդ խոչընդոտը հայ-ռուսական հարաբերություններն են, որոնք զգալիորեն փչացվել են Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Բայց ողջույնի շատ խոսքեր լսեցինք, պարոն Թևանյան, ընդհանուր մեր հարևան Իրանից էլ լսեցինք, որ ողջունում են արագ համաձայնությունը Ադրբեջանի հետ։ Բան չեն քննադատելու։ Չէ, որ Մակրոնին առանձնացնում եք, որ շատ շտապ եւ ուրախացավ։ Նրանք իրական տերերն են, այդ process-ի քավորներն են։ Իրանը ուղղակի չի ուզում հարաբերությունները փչացնել կամ Իրանը փորձում է դիվանագիտորեն ինչ որ ձևով միջամտել այդ գործընթացին։ Բայց չի տեսնում ձեր ասած ուղիղ սպառնալիքները, օրինակ Միչանցկի հարցով, որը իր կարմիր գիծն է։ Տեսնում է, բայց եթե Հայաստանը օրինակ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հիմա ռուսները, Իրանը, մյուսները, երբ որ տեսնում են այդ վտանգները նաև իրենց համար, ինչ պետք է անեն, եթե Հայաստանի իշխանությունն է ասում, որ ես դա համարում եմ ադրբեջանական։ Իրենք ստիպված պետք է ասեն, դե լավ, ձեր գործն է, արեք ինչ ուզում եք։ Հիմա այս դեպքում իրենք շտապում են, որովհետև գալու է X պահը, երբ որ մեր դաշնակիցները արդեն կարող է չասեն արեք ինչ ուզում եք, իրենք հասկանալով, որ արդեն իրենց մեր փոխարեն չէ, իրենց կարմիր գծերին է հարվածում դա, բայց ցանկացած խնդիր պետք է Հայաստանի ներսում լուծել եւ այս առումով ես կարծում եմ դեռ մենք առիթ կունենանք իհարկե խոսելու, բայց ենթադրում եմ Գյումրիում սպասվող ընտրությունները իրենք ունենալու են աշխարհակաղակական եւ անվտանգային նշանակություն։ Եթե Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը ինչ-ինչ մեխանիզմներով վերարտադրվեց, դա մեզ կբերի նույն վաղճանին, ինչ որ մենք ունեցանք Արցախի պարագայում։ Պարոն Թևանյան, դրա հնարավորություններին հավանականությանը կանդրադառնանք ավելի ուշ։ Հիմա Միչանցկի թեման եմ ուզում շարունակել։ Դուք ասում եք պատրաստ է նաև Միչանցկ տալ, իրենք ասում են խաղաղության պայմանագրում դրան վերաբերելի կետ չկա։ Իսկ այն ինչ որ մենք բանակցում ենք, Նիկոլ Փաշինյանն ասում է հոդվածումը շատ པարզ գրել եմ։ Պատրաստ ենք ապաշրջափակել նույն Իրանի օրինակով, ասում է Իրանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, ոչ չի կորցրել, հետևաբար նույն մեխանիզմներով մենք էլ ենք տալու Ադրբեջանի ճանապարհ, խնդրեմ։ Բայց հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա միջնորդ երաշխավոր։ Օրինակ եթե Ադրբեջանը ինչ-որ խախտումներ անի, նույն մակարդակի չեն, հա, ինչ։ Այս պահին այո, այսինքն մենք անվտանգային խնդիր ունենք, մենք մեր դաշնակիցների հետ Նիկոլ Փաշինյանի ջանքերով հարաբերությունները վատացրել ենք եւ հիմա հարց եմ ուզում տալ, եթե հանգած Ադրբեջանը որոշի ռազմական գործողությունների դիմել կամ ռազմական գործողությունների համար անհրաժեշտ լոգիստիկ տեղափոխումներ իրականացնել այդ տարածքով, ով է վերահսկելու, ով է թույլ չտալու, ով է ինչ-որ բան ասելու, Նիկոլ Փաշինյանը ասում է թող դա Թուրքիան լինի։ Ուղիղ չի հայտարարում, բայց ակնհայտ երևում է, մենք դա տեսնում ենք, ինչպես որ 22 թվականին տեսանք, որ Պրահայում ինքը հանձնեց Արցախը։ Այստեղ Հայաստանում շատերը կային չէին ֆիքսում նույնիսկ ընդդիմադիր դաշտից, բայց ակնհայտ էր մեզ համար, որ ինքը Արցախը հանձնում է եւ դրանով փաստացի արևմուտքից փորձում է ստանալ իր իշխանության երաշխիքները։ Այդ Թուրքիան, երբ ասում եք Թուրքիան լինի, նկատի ունենք դա այսպես քողարկված մասնավոր պահնորդական ծառայության տակ է ցանկացած տարբերակով, այդպես է կարող է լինել, ուղիղ էլ կարող է լինել։ Ինքը Թուրքիային ներգրավում է Հայաստանի մեջ։ Ասում ենք ենք վերահսկելու։ Սուտ է ասում։ Նիկոլ Փաշինյանի ասացին ինչ պետք է, ինչպես է վերահսկելու, ով է միջնորդ երաշխավորը։ Ոչ մի այդպիսի խնդիր չի կարող ապահովել։ Ինքը Թուրքիային է կանչում Միչանցկը վերահսկելու։
ասում են ամբողջ Հայաստանը վերցրեք ձեր ազդեցության տակ, ինձ էլ նշանակեք ձեր տեղապահը թուրքական եւ ես ամեն ինչ կանեմ ձեզ համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականություն եւ ԿՊԱ-կանները, հասարակ շարքերը պետք է իմանան այդ մասին, որ իրենք մտնում են թուրքական քաղաքականության շրջանակների մեջ եւ սրա համար պատասխանատու են։ Ձեր կարծիքով ԿՊԱ-կանները մտածում են, որ իրենց առաջնորդը խաղաղություն է հիմա Հայաստանին բերում։ Նայած որ ԿՊԱ-կանների մասն է խոսքը, կան ԿՊԱ-կաններ, որոնք հազիվ ընկել են կարասի մեջ եւ այդ կարասից ինչ-որ բաներ են փախցնում Թալան ծրագրի շրջանակներում, կան ԿՊԱ-կաններ, որոնք չեն էլ մտածում այդ մասին, բայց կան ԿՊԱ-կաններ, որոնք մտածում են այդ մասին։ Հիմա տարբեր իրավիճակներում տարբեր ձևով կարող են դրսևորվել այդ մարդկանց վարքագծերը, բայց մեծ հաշվով իրենք ես համոզված եմ, որ տեղյակ չեն կամ չեն պատկերացնում լայն շրջանակները, թե ինչ է նախապատրաստում Նիկոլ Փաշինյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը իր վարքագծով ցույց է տալիս, որ ինքը բացառապես իր անձնական, ընտանեկան խնդիրներով է զբաղված լինում եւ իր իշխանության պահպանությամբ մնացածի հետ կապված ինքը թքած ունի այդ ամենը։ Պարոն Թևանյան, դուք ասում եք Փաշինյանը պատրաստվում է 3-րդ ժամկետին։ Կա տեսակետ, որ Փաշինյանը գիտակցելով, որ տարածաշրջանում գուցե շուտով իրավիճակ փոխվի դարձյալ պայմանավորված ռուս-ուկրաինական առճակատման հակամարտության դադարեցմամբ, փորձում է շատ արագ ստորագրել ինչ որ պետք է ու գնալ։ Ուր գնալ, ինքը չի ուզում գնալ։ Ինքը գնում է 3-րդ ժամկետի։ Ինքը չի ուզում հեռանալ։ Ինքը վախենում է հեռանալ։ Հետո նա կարող է մնալ 3-րդ ժամկետի ձեր ասած Հայաստանը Սիրիա դարձնելու միջանցք տալուց հետո։ Ոչ թե այդքանից հետո, այլ այդքանից առաջ պետք է թույլ չտալ, որ ինքը մնա։ Դրա համար եմ ես ասում, որ առաջին քայլը, որին հետևելու է ամբողջ աշխարհը, պետք է տեղի ունենա Գյումրիում։ Գյումրիում պետք է իշխանազրկել ԿՊ-ին եւ դրա բոլոր հնարավորությունները կա։ Որ հնարավորություններն են։ Ինչ հնարավորություններ։ Իրենք չունեն վարկանիշ, դա ակնհայտ է։ Հասարակությունը մերժում է իրենց։ Մայր Հայաստանը այդ իսկ նպատակով մասնակցում է ընտրություններին եւ մեր խնդիրը նաեւ նվազագույնը ԿՊ-ին իշխանազրկելն է, առավելագույնը քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը։ Դա կլինի թիմային տարբերակով, թե այլ տարբերակով արդեն քննարկման հարց է, բայց մենք տեսնում ենք, որ ԿՊ-ն նույնիսկ իր արբանյակ քույր կառույցով չի կարող հավաքել 50 գումարած, եթե իհարկե հնդածս այնպիսի անասնագողություն տեղի չունենա, ինչպես որ Երևանում տեսանք։ Երևանից շատ ավելի վատ պատկեր իրենց մոտ եւ ԿՊ-ն համապատասխան միջոցներ չունի վերարտադրվելու եւ իշխանագործությունը քույր կուսակցություն ասելով ու քույր կառույցը Եվրոդաշինքին նկատի ունեմ, որոնց ներդրել են այս ընտրությունների մեջ, որպեսզի տեխնացու Լևոն Բարսեղյանի հա, բայց այդտեղ Հանրապետություն կուսակցությունը այդ հայտնի թուրքամետ դեմքերը կան, որոնք Երևանում կոալիցիայի մեջ են։ Այո, այդ Երևանում կոալիցիայի մեջ են եւ Գյումրիում հիմա փորձում են իբր ընդդիմություն խաղալ, այդպեսի բան չի լինում։ Այդ նույն Երևանի սցենարն է խաղալու։ Այո, եւ իրենք նաեւ աշխարհակահաղական առումով հակառուսական գծի կողմնակիցներ են, ռուսական 102-րդ ռազմաբազայի հերացման կողմնակիցներ են, դա էլ է յուրօրինակ հանրակրվե հիշեցնելու, այսինքն Գյումրիում հիմա փորձարկում են Հայաստանի թրքացման սխեման։ Եթե գյումրեցիները պատասխանատու չվերաբերվեն այս ընտրություններին եւ քաղաքական առումով իրենց հստակ վարքագիծը չդրսեւորեն, իրենք արդեն ամբողջ աշխարհին ցույց են տալու, որ Հայաստանը պատրաստ է Սիրիա դառնալու։ Իսկ Սիրիան գիտեք ինչ անում Թուրքիան։ Մտնում են եւ կոտորում են, ցեղասպանություն են իրականացնում ոչ սուննիական հատվածում Սիրիայի։ Այն իրենց դրածող խամաճիկները որ կան, այդպիսի խամաճիկ նաեւ Նիկոլ Փաշինյանն է ուզում դառնալ, որից հետո արդեն գիտեք ճանապարհային քարտեզ այնքան հստակ է։ Ադրբեջանցիները արդեն հիմա դնելու են փախստականների իրենց այսպես կոչված փախստականների վերադարձ։ Մի 200-300 հազար կբերեն։ Հետո կասեն գազը կտրվեք, հետո կասեն ռուսական ռազմաբազան հանեք, հետո կասեն դե Հայաստանի Հանրապետությունը լուծարվում է։ Սա դեռ մեղմ տարբերակով։ Կարող է լինել ավելի վատ տարբերակ, ինչպես որ ժամանակին Ալեքսանդրապոլի ոչ թե պայմանագիրը, այլ Ալեքսանդրապոլ մտնել է այդ պատմությունը, այս վերջերս ֆիլմ էր հրապարակվել, մեր ցուցակի դեպ երկրորդ համար Դերենիկ Մանխասյանը այդ ֆիլմում մասնակցություններ ունեց այդ գործում, այդ կեղծ խաղաղության օրակարգի մասին է խոսքը։ Այդ պատմությունը կարող է կրկնվել, եթե գյումրեցիները հետևություն չանեն, այնպես որ ես իրենց կոչ եմ անում եւ խնդրում եմ, որպեսզի իրենք ակտիվորեն նախ մասնակցեն ընտրություններին եւ երկրորդը անպայման իշխանազրկման տրամաբանությամբ քվեարկություն իրականացնեն։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ Մայր Հայաստանը կստանա այդ վստահության քվեն,
որովհետև մենք հստակ մեր քաղաքական ուղենիշները տալիս ենք, ուղերձները փոխանցում ենք, չենք թաքնվում, չենք ամանչում եւ ասեմ, որ հիմնական ֆավորիտները այս ընտրությունները արդեն երևում են, 3 ուժ են՝ Հայաստանը, նախկին քաղաքապետը եւ ՔՊ-ն, այո, եւ ՔՊ-ն, որը վարչական լծակների հաշվին է համարվում ֆավորիտ, եթե դա չլներ ՔՊ-ն նույնիսկ անցողիկի խնդիրներ ունենալու։ Այդ 3-ն են ֆավորիտները։ Ռուբեն Մխիթարյան չկա ֆավորիտների։ Մենք հետազոտությունները արել ենք, այսպես ասեմ, մենք կուզենանք, որ իշխանազրկվի ԿՊ-ն, թե ինչ կողմ ֆիգուրացիայով դա կյանքը ցույց կտա։ Պարոն Թևանյան, հիմա ֆավորիտներ եք թվարկում, երկուսը ընդդիմադիր են ձեր ասացի եռյակից։ Արդյոք քննարկել եք միմյանց հետ համագործակցության տարբերակը կամ տեսեք, ուզում եմ սցենարները հասկանալ, ըստ ձեզ մեկ ուժ կստանա 50+-ը, նույն ֆավորիտներից օրինակ դուք կամ Վարդան Ղուկասյանը ՔՊ-ն արդեն բացառել եք, որ ստանալու է, թե ի վերջո ընդդիմությունը պետք է համագործակցի եւ կոալիցիա ձևավորի եւ արդյոք քննարկել եք միմյանց հետ այդ հեռանկարը, խնդրեմ։ Տեսեք, յուրաքանչյուր ուժ մասնակցում է բնականաբար հաղթելու տրամաբանությամբ, եթե իհարկե դրածոց չէ կամ ուղղակի օլիմպիական սկզբունքով չի մասնակցում։ Մենք մասնակցում ենք առավելագույն ձայներ հավաքելու նպատակով եւ հուսով ենք, որ Կարեն Սիմոնյանը, որ գլխավորում է մեր ցուցակը, ինքը կդառնա քաղաքապետ եւ մեր բոլոր ջանքերը այդ ուղղությամբ են լինելու։ Բայց նաեւ հասկանում ենք, որ 50+ հավաքելը գոնե այս պահին դա չի երևում որևէ տեխնացուի պարագայում, առավել եւս ԿՊ-ի։ Ինչ է դա նշանակում։ Մենք կարծում ենք, որ այդ դեպքում պետք է տեխնացուները, նրանք ովքեր ներկայանում են եւ դիրքավորվում են ընդդիմադիր դաշտում, հայտարարեն, որ որևէ պարագայում չեն համագործակցելու ԿՊ-ի հետ, այսինքն ձայներ չեն ապահովելու, ինչպես Երևանում այդ հանրային ձայնի մի քանի ուք պարագայում տեսանք եւ չեն միանալու, կոալիցիա չեն կազմելու, ինչպես որ Հանրապետություն կուսակցության պարագայում տեսանք, որոնք Վազգեն Սարգսյանի հիշատակը անունը առևտրի առարկա են դարձրել եւ բացահայտ թուրքամետ քաղաքականություն են վարում։ Այս պարագայում մնացածների դեպքում մենք ունենք հետևյալ սկզբունքները, որ միմյանց դեմ չաշխատել ընդհանրապես, չքարոզել եւ առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ թեկուզ մեկ ձայն ավել է հավաքում, ապա մնացածները պետք է պարտավորված լինեն միանալ իրենց քվեն տալ, միանալ, իրենց քվել տալ, որպեսզի իշխանազրկվի քաղաքացիական պայմանագիրը եւ մենք առանձին սկզբունքել ենք հայտարարել այդ մասին եւ հուսով ենք մյուսներն էլ կասեն այդ մասին, որ ցանկացած ուժ, որը ավելի շատ կհավաքի, մենք իհարկե հուսով ենք, որ մենք կլինենք այդ ուժը, բայց ամեն դեպքում սկզբունքը հրճակում ենք, ցանկացած սցենարի պարագայում այդ սկզբունքին հավատարիմ ենք մնալու, որ այն ուժը, որ ավելի շատ ձայն կհավաքի ընդդիմադիր դաշտում, կստանա քաղաքապետարանի գործադիր իշխանությունը միանձնյա կառավարելու հնարավորություն, այսինքն մենք չենք ընդունում այդ պաշտոնների առևտուրը, որ պետք է լինի, փոխքաղաքապետ, վարչության պետ եւ այլն, դա ճիշտ չի, մանավանդ մենք գտնում ենք, որ եթե նորմալ կադրեր կան քաղաքապետարանում, իսկ իրենք հաստատ կան Գյումրիի քաղաքապետարանում, այդ կադրային ջարդը պետք է չլինի։ Այլ հարցը, որտեղ որ խնդիրներ ենք տեսնում, մենք այդտեղ փոփոխություններ պետք է անենք իհարկե եւ ցանկացած քաղաքական ուժեր։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, ոչ թե կոալիցիոն իշխանություն է ձևավորվում քաղաքային, այլ պարզապես համագործակցություն է, բայց բուն իշխանությունը լինում է այն ուժը, որը ամենաշատ ձայն է ստացել։ Ամենաշատն է հավաքել, որպեսզի գործադիր իշխանությունը ինքը ունենա, կարողանա քաղաքը կառավարել, կոլապս չլինի, ոնց որ նախորդ դեպքում էլ ԿՊ-ն դարձել էր իբր թե կոալիցիոն գործընկեր, բայց հերանիցեցին քաղաքի, թույլ չտվեցին, որ նորմալ աշխատանքներ իրականացվի։ Այդ պարագայում մենք տեսնենք, որ պետք է պաշտոնակռիվ չանել եւ մենք ունենք գործիքներ։ Մենք հայտարարել ենք այդ սկզբունքները, արձագանքներ որոշ դեպքերում տեսնում ենք, որ կան, իրենք էլ որոշ ուժեր հայտարարել են, որոշ ուժեր հարցազրույցների տեսքով են դա ասում, դա ի վերջո ամեն ինչ գյումրեցիների աչքի առաջ է։ Մենք հայտարարել ենք այդ սկզբունքները եւ կոչ ենք արել, որպեսզի մյուսներն էլ հայտարարեն։ Կարող եք ասել այս պահին բացի ձեր նշած տեխնացուից Լևոն Բարսեղյանից, ուրիշ որ ուժերն են, որոնք չեք բացառում գոնե, որ կհամագործակցեն քաղաքացիական պայմանագրի։ Մի հոգի կա, որը անունը չեմ հիշում այս բանը, բայց ԿՊ-ի համար այդպես խեղկատակային դերակատարում է ունեցել։ Մնացածների պարագայում տեսականորեն չենք բացառում, որ կարող ենք միասնական ձայնով իշխանազրկել ԿՊ-ին։ Գյումրիի տրամադրություններին անդրադառնանք, պարոն Թևանյան, արդեն քվեների առումով հասկանալի էր ձեր պատասխանից, որ այսպես բացարձակ մեծամասնության ընտրություն չի լինելու, տարբեր ուժեր են ստանալու նախնական ձեր պատկերացմամբ, բայց
ինչ առաջնահերթություններ ունի այս պահին Գյումրեցին ընտրություն կատարելիս, որովհետև Նիկոլ Փաշինյանը գնաց այնտեղ եւ նրանց հետ հաղորդակցվեց նախկին այդ թալանը հետ բերելու թալանչիների այդ թեզերով։ Արդյոք սա հիմա գյումրեցիների համար կարևոր է, որ այդ մասին են ասում։ Նիկոլ Փաշինյանը նախ ասեմ դες, որ այդ իր վարկագծով եւ ելույթով վիրավորեց գյումրեցիներին եւ ընդհանրապես բոլոր քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության, որովհետեւ ինքը ժամկետանց ապրանք է փորձում վաճառել ընտրողի վրա։ Այդ ժամկետանց ապրանքը վաճառել։ Հետաքրքիր չէ նկատի ունեք։ Դե Հայաստանի թիվ 1 թալանչին ո՞նց կարող է խոսել թալանից։ Ինքը Հայաստանի թիվ 1 թալանչին է, ինքը թալանել է հսկայական քանակի քաղաքներ, գյուղեր, տարածքներ, մի ամբողջ պետություն, թեկուզ եւ չճանաչված։ Իրենք թալանել են տարբեր հիմնադրամներ, կլինի դա համայնքական հիմնադրամը պատերազմի ժամանակ, որը գումարները ստացել, դա կլինի Անիվ հիմնադրամը, դա կլինի իր ընտանիքի հետ կապված հիմնադրամը, դա կլինի պետական բյուջեն, դա կլինեն տենդերները, դա կլինեն ասֆալտը, դա իրենց սիրած, դա կլինեն գնումները, դա կլինեն թանկարժեք ծախսերը, որ իրենք կատարում են տարբեր տոնակատարությունների ու շոուների ժամանակ, դա կլինեն այն գնումները, որոնք շատ խիստ կասկածահարույց են եւ դա կլինի իրենց այսօրվա կյանքը, որը բոլորիս աչքի առաջ է ելնում։ Այդ նայեք այդ հեղափոխական տղաներին եւ աչոնիկներին, որոնք 18 թվականին ասում են, տեսեք, մենք ինչ լավն ենք, որովհետեւ աղքատ ենք, աղքատությունը կուրկ սարքած եւ կրոն սարքած այս խմբակը, որ եկավ իշխանության, հիմա դարձել են դոլարային միլիոնատերեր։ Հիմա այս մարդիկ ոնց կարող են խոսել թալանից, ինչի մասն է խոսքը, իսկ այդ վիրավորական արտահայտությունները, որովհետև գյումրեցիները հասկանում են, որ այդ ինչի մասն է 7 տարվա ընթացքում, եթե թալանը կար, իսկ դա կար հաստատ, բա ինչ է կարել այդ թալանը, հավաքել եք, մի մասը ձեզ եք պահել, մի մասը պարգևավճար եք բաժանել, մյուս մասը գործարքի եք գնացել տարբեր թալանչիների հետ, թալանչիների մի մասը հիմա այսօրվա ձեր թիմակիցներն են, Եվ 7 տարի ձեր ձեռքում դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն եւ այլն, այդ ամեն ինչը իրենց ձեռքում է եղել, ինչ թալանի մասին է խոսքը։ Այ ասում է բոլոր այս ընդդիմադիր մասնակիցները, բոլորը թալանչիներ են եւ իրենց նպատակն է Գյումրիում պարզապես պահել իրենց թալանածը։ Այսպես ասած, նրանք ովքեր թալանչիներ են, թույլ իրենք մտածեն, բայց թիվ 1 թալանչին կրկնեմ Նիկոլ Փաշինյանն է, ինքը ով ինքը թալանից իրավունք չունի խոսելու։ Մյուսը այդ կեղծ խաղաղության օրակարգն է, որ ինքը պատտեստում է։ Եվ անձնական վիրավորանքները, որ ինքը հասցնում է, այս ամեն ինչին գյումրեցին պատասխան կտա իրեն, եւ ես համոզված եմ, որ գյումրեցիները ամեն ինչ իրենց տեղը կդնեն եւ Նիկոլ Փաշինյանին ցույց կտան իր իրական տեղը եւ Գյումրիում եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ գյումրեցիների համար սա կրկնեմ միայն քաղաքի ընտրության հարց չէ, այլ նաեւ անվտանգության, արժանապատվության հասիբի եւ ինչ վերաբերում է քաղաքի ընթացիկ կառավարման, ապա այս առումով մենք նորամուծություն ունենք, նորարարություն ունենք։ Մենք մինչև ընտրությունները ստորագրահավաք անցկացրեցինք եւ ասացինք դիմեցինք գյումրեցիներին եւ ասացինք արդյոք դուք հավանության եք արժանացնում ազատ տնտեսական կոթու ստեղծելու ծրագիրը եւ 7700 գյումրեցի օրենքով սահմանված կարգով ստորագրեց ու ասեց այո, այսինքն մենք նաեւ առաջադրվել ենք այդ ծրագրի կյանքի կոչման համար, որը ավականու մակարդակով չէ լուծվելու իհարկե, բայց ավականին իր անելիք ունի ուղերձ եղելով եւ պահանջատեր դարձնելով գյումրեցիներին։ Մենք օրենքով 1%-ը պետք է հավաքենք ստորագրությունների, որ այդ ուղերձը մտներ ավականունիստ, բայց 1%-ը 1100 է անում, մենք 7700 ենք հավաքել։ Եթե ժամանակը լիներ ամբողջ քաղաքիցը կհավաքենք, բայց ես հավաստիացնում եմ, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ ընթացիկ այդ փոքրիկ 14-15 միլիոն դոլարանոց բյուջեով հնարավոր չի Գյումրի ռեալ զարգացում ապահովել եւ Գյումրի քաղաքին տալ են տեսքը, որին ինքը արժանի է։ Այս առումով մենք նախատեսեցինք քննարկումներ, այդ ամեն ինչի կազմակերպչական մասը իր վրա էր վերցրել Կարեն Սիմոնյանը, քաղաքապետի մեր տեխնացուն, ինքը գործարար է եւ այդ մասով շատ լավ պատկերացնում է թե ինչ պետք է անել եւ այդ ծրագիրը քննարկեցին, կազմվեց եւ ներկայացրեցին գյումրեցիների դատին, այսինքն մենք եւ քաղաքի ընթացիկ ու հեռանկարային զարգացման ծրագիր ենք ներկայացնում գյումրեցիներին եւ ընդհանրապես քաղաքական բոլոր առաջնահերթությունները մեզ նշում ենք եւ այդ օրակարգով էլ ենք հանդես գալիս, որ ՔՊ-ն եթե եղավ, Սյունիքը կորցնելու ենք, ՔՊ-ն եթե մնաց, Հայաստանը կորցնելու ենք։ Սա չափազանցություն չէ, որովհետև մենք
Արցախի մասով էլ 1000 անգամ զգուշացնում ենք, որ սրանք գնում են Արցախը հանձնելու ճանապարհով, հետեւաբար պետք է իշխանազրկվեն։ Պարոն Թևանյան, Գյումրիի թեման ամփոփենք մեկ հարցով։ Չկա մտավախություն հաշվի առնելով մյուս թիմ ընտրությունների փորձը, որ այնուամենայնիվ, եթե ընդդիմությունը կարողանա այստեղ հաջողել, սպասվում է հաջողված քաղաքապետին քրեական հետապնդում եւ ազատազրկում, կան տեխնացուներ, որոնց հետ կապված արդեն այդ քրեական գործերը շրջանառվում են։ Չկա նման մտավախություն, այսինքն ի վերջո այդ հաղթանակը, եթե նույնիսկ ընդդիմությունը հասնի, միևնույն է չի վայելելու այդ հաղթանակը, տեսնելով մի շարք փորձեր, խնդրեմ։ Նախ վայելքի խնդիր չէ, դա պատասխանատվություն է մեկ, երկրորդը մեր պարագայում ես այդպիսի մտավախություն չեմ տեսնում, որովհետև մեր տեխնացուն այդպիսի խնդիր ընդհանրապես չունի։ Մաքուր անցյալով։ Մաքուր է, այո, գործարարության ոլորտում որևէ խնդիր չկա։ Որ ուզում են չեն գտնում, պարոն Թևանյան։ Որ ուզենանա չեն գտնի, որովհետև դե հիմա ամեն ինչ հնարավոր է Նիկոլ Փաշինյանի պարագայում, բայց ուզում եմ ասեմ, գոնե նախադրյալների առումով հաստատ ամբից կենսագրություն ունեցող տեխնացու ունենք։ Մյուսների պարագայում այո կարող է ինչ-որ բան լինել, բայց սա համեղ գյումրեցիները պետք է հաշվի առնեն իրենց քվեարկության ժամանակ եւ ամենակարևորը պետք է ձայնը տան ոչ միայն տեխնացունին, այլ նաեւ քաղաքական ուժին։ Մայր Հայաստան դաշինքը իր դեմքով է ներկայանում այս ընտրություններին։ Մենք չենք թաքնվել այլ անունների տակ։ Մենք չենք ասում, գիտեք ինչ, մենք ընդհանրապես անունն ենք վերցրել, որպեսզի մասնակցենք ընտրության։ Մենք մեր քաղաքական դիմագծով ենք հստակ հանդես գալիս եւ աշխարհակաղակական առումով մեր հստակ տեսակետներ ունենք եւ ներքին քաղաքականության առումով ու եթե հիշում եք նախորդ իշխանությունը տապալվեց Գյումրիում, որովհետեւ քաղաքական պատասխանատվության հարցը չկար։ Հիմա մենք ունենք քաղաքական պատասխանատվություն ու Մայր Հայաստանը իր արածների եւ գործողությունների համար պատասխանատու է եւ գյումրեցիների տված քրեի շրջանակներում տեր է կանգնելու այդ ձայներին։ Շատ լավ, պարոն Թևանյան, վերադառնալով խաղաղության պայմանագիր կոչվածին եւ այս խաղաղության օրակարգին, տեսեք, երեք հայտարարում են, որ պատրաստ ենք ստորագրել բոլոր կետերը համաձայնեցված եւ այլն, նույն օրը Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը զինվում է եւ Ալիևն է սա հայտարարում, բայց դրա նախորդող օրերին մենք տեսնում էինք իրենց լրատվամիջոցները, փորձագետները նույնիսկ հստակ նշում էին ամսով, որ ապրիլին է Հայաստանը հարձակվելու։ Ի վերջո պատերազմը մեզ սպառնում իրականում այս խաղաղության օրակարգի տակ, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանի պարագայում խաղաղությունը բացառվում է, կարող են լինել պատերազմներ, կորուստներ եւ ի վերջո պետականության կորուստ առանց չափազանցության։ Այնպես որ այդ տերմինոլոգիաներից է պետք է խուսափել։ Տեսեք, իրենք այդ Օրուելի ոճով, այդ 1984 վեպում, որ գրված էր, շրջված հայելային, ծուր հայելային տարբերակով է խաղաղության պայմանագիր։ Ինքնին անունը հաճելի է թվում, բայց դա խաղաղության պայմանագիր չի։ Դա լինելու է թղթի կտոր, որը փորձելու է Նիկոլը PR անել, ասել, տեսեք, խաղաղություն են բերել, բայց Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս, ասում են մենք հիմա հերթով ձեզանից պահանջում ենք զիջումներ։ Չստորագրելու, այսինքն։ Թղթի կտոր, որը ոչ մի արժեք չի ունենալու։ Այդպիսի ստորագրությունը ունեցել ենք նաև երկրորդ համաշխարհային ժամանակ։ Արժեք չունենա, բայց մեզ համար համենայն դեպս հետևանքներ կունենա։ Միջազգային հայցերից հրաժարվում ենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, Միսկի խումբը լուծարում ենք։ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք միայն զիջումներ, կորուստներ եւ պարտություններ ենք ունենալու։ Դրա համար մենք ելի վերադառնում ենք Գյումրիին։ Գյումրին դառնում է աշխարհի կենտրոնը հիմա, որովհետեւ եւ Ամերիկան, եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը բոլորը հետևելու են Գյումրիին առանց չափազանցության։ Հետևելու են, որ իմանան ում հետ համագործակցեն։ Հետևելու են, որ տեսնեն, այստեղ կա դեռ դիմադրության օջախ, թե ընդհանրապես չկա։ Եթե չկա, նույնիսկ մեր բարեկամները մեզնանից իրենց։ Պարոն Թևանյան, հետաքրքիր հարց բարձրացրիք դիմադրության օջախ։ Արդյոք այն ինչ տեղի ունեցավ 3 դրա միակ դիմադրության օջախը պետք է լինի Գյումրին եւ ընտրական process-ները։ Ինչու դրա հետ զուգահեռ հնարավոր չէ իրականացնել մեծ շարժում, իշխանապողության փորձ, դրան ինչպես է վերաբերվում։ Այս պահին փողոցային process-ները եղել են, կլինեն, ովքեր որ այս պահին պատրաստ են իրենք այդ process-ը տանելու թող տանեն։ Մենք էլ հնարավորության դեպքում կտեսնենք ովքեր են, ինչ են ուզում, կարող են աջակցել կամ կարող են առնվազն չխանգարել։ Բայց հիմա ռեալ process կա, ընտրական գործընթաց։ Մենք գտնում ենք, որ ընտրական գործընթացները պետք է օգտագործել նաև այս ամեն ինչի հետ կապված եւ այդ ընտրական գործընթացը յուրօրինակ հանրակրվե կդառնա։ Այդ հանրակրվեով կերևա գյումրեցիները ուզում են թուրքական ներխուժումը կանխել, թե թույլ տալ։ Սա շատ կարևոր է, ուզում են 102 ռազմաբազան պահել, թե հանել այդտեղից։
Հիմա ՔՊ-ի իշխանազրկումը դա շանս է տալիս, որպեսզի մենք ցույց տանք, որ մեր օրգանիզմը դեռ շնչում է, դեռ կա։ Եվ մեր բարեկամները կտեսնեն, որ կա հանրային դիմադրություն։ Հիմա Գյումրիի ընտրությունները դրանով շատ կարևոր են։ Չմոռանանք, որ հենց այնտեղ է տեղակայված ռուսական 100-րդ բազան եւ մեր անվտանգային համակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկն է դա։ Հիմա եթե Գյումրիում փոփոխությունները դրական առումով լինում են, դա նաև ազդակ է մեր բարեկամներին, որ հայ ժողովուրդը ինքը պատրաստ է պայքարել իր գոյության, իր պետականության, իր զարգացման համար։ Եվ այդ դեպքում մենք կստանանք իրական խաղաղություն եւ իրական անվտանգություն։ Լավ, բայց Գյումրիի ընտրություններից հետո պետք է նստել սպասել հաջորդ համապետական ընտրություններին։ Պրոցես պետք է տանել, ամեն ինչը պետք է լինի, նայեք, Գյումրիի ընտրություններից հետո իշխանափոխության պարագայում ես համոզված եմ Երևանում, այսինքն կառավարությունում ցնցումներ են լինելու։ Ներքին ցնցում է լինելու, երբ որ Գյումրիի ընտրություններում իրենք իշխանությունը կորցնեն, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա լինի։ Այդ ցնցումները իրենց ներքին ճաքերը ավելի խորանալու են։ Պրոցես է դա։ Հիմա պուլտով չենք կարող սեղմել, ասենք ամսի 30-ին ընտրությունը եղավ, ամսի 31-ին փոխվեց իշխանությունը, ամսի 1-ին, 2-ին, 3-ին գալու են քիշոր։ Չէ, ասածս այն է, որ Գյումրի ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտը նստելու է պատրաստվի մյուս համապետական ընտրություններին, որը 1 տարի անց է եւ որի ընթացքում հնարավոր են շատ մեծ կորուստներ։ Գյումրի ընտրություններից հետո պետք է բոլոր գործընթացները տանել իշխանափոխության ամբողջականացման ճանապարհով, թե դա կլինի արտահերթ ընտրությունների, դա կլինի փողոցի, դա կլինի հերթական ընտրության միջոցով, ժամանակը ցույց կտա, պրոցեսները ցույց կտան, հանրային պատրաստվածությունը ցույց կտա, բայց վեկտորը պետք է վերցնել իշխանափոխության, դա միանշանակ է եւ իշխանափոխության այն գաղափարական շրջանակներում, որը օրինակ պատկերացնում է Մայր Հայաստանը, որովհետեւ հակառակ պարագայում մենք էլի նույն ծուղակի մեջ ենք հայտնվել։ Պարոն Թևանյան, ուզում եմ նաև անդրադառնանք երեք Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասուլիս, հարցազրույց, ասուլիս, թուրք լրատվամիջոցների, այո։ Դա հաշվետվություն էր ավելի շատ, ոչ թե հարցազրույց կամ ասուլիս։ Դա հաշվետվություն էր թուրքական հասարակության եւ թուրք իշխանությանը, Էրդողանին անձամբ։ Դա հաշվետվություն էր։ Նրան չէր կարողանում ուղիղ կապով այդ մեսիջները հասցնել։ Կարող էր, բայց նաև հանրությանն է հիմա դիմում, նաև գործողություններ է անում քայլերով։ Ինքը այդ տրաֆե են ասում այդ ռազմական գործողությունների արդյունքում։ Ինքը ռազմագերու կարգավիճակ ունի եւ ռազմագերու կարգավիճակում պահում է ամբողջ Հայաստանը եւ մեր հայ ժողովրդին եւ մեր գերիները, որոնք Բաքվի բանտում են, հայտնվում են, նրանք նույնպես պատանդել են արցել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում։ Այս ամեն ինչը պետք է փոխել միանշանակ։ Իդեպ այդ խաղաղության պայմանագիր կոչվածում փաստորեն նույնիսկ գերիների հարցը ներառված չէ, պարոն Թևանյան։ Ադրբեջանն է եւ Թուրքիան։ Հումանիտար ոչ մի հարց։ Նայեք, մենք պետք է հստակ մեսիջ տանք մեր հասարակությանը։ Ադրբեջանը եւ Թուրքիան պատանդի կարգավիճակով են տեսնում ամբողջ Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Ինչ պատանդների կետի մասին է խոսքը այսպես կոչված պայմանագրում։ Այդպիսի բան չի կարող լինել։ Ադրբեջանը, քանի Նիկոլ Փաշինյանը կա, իրենք միայն գնալու են պահանջների կատարման, իրենց ուզածի կատարման ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է խնդիր չկա, բայց ես կարող եմ թռնեմ շատ արագի մաթուրից, որովհետև աշխարհում բան է փոխվում, Պուտին ու Տրամպի շո բան են պայմանավորվում, Հայաստանի ներսում հասարակությունը արդեն մերժում է ամբողջությամբ գրեթե, ասենք 10%-ից բացի։ Այս առումով ինքը ասում է եկեք շտապենք, եկեք ես ձեզ ամբողջը հանձնեմ, բայց դուք ինձ օգնեք, որպեսզի ես իշխանությունը պահեմ։ Դրա համար էլ շտապում են, Թուրքիան էլ է շտապում, Ադրբեջանն էլ Նիկոլ Փաշինյանը առավել եւս հանուն իր իշխանության պահպանության։ Այսինքն նույնիսկ գերիների հարցով ոչ մի անելիք եւ սպասելիք չկա, պարոն Թևանյան։ Ոչ, Նիկոլից ոչ։ Միջև հիմա կասեք Գյումրի ընտրություններ եւ այլն։ Չէ, միջև իշխանափոխություն ամբողջական։ Գյումրի միջանկյալն է, բայց շատ կարևոր կետն է, որովհետեւ Գյումրիին հետևել են ամբողջ աշխարհում։ Հասարակական պայքարի հնարավորություն կա գերիների համար, թե անիմաստ է։ Բոլոր ուղղություններով է պետք է աշխատել։ Ես հիմա չեմ ուզում անպագոր բաներ ասել եւ պատրանքների մեջ ընկնել, բայց հանրային դիմադրության օրգանիզմի օջախը հիմա ընտրություններն են, այս պահին, որը մոտակա քաղաքական տրիգեր կարող է դառնալ։ Դրա համար պետք է կենտրոնանալ այդ ուղղությամբ։ Նրանք ովքեր այլ ուղղությամբ են կենտրոնանում, թող կենտրոնանան։ Մենք կենտրոնանում ենք ընտրությունների ուղղությամբ։ Գյումրիում կոնկրետ հիմա ընտրություններ են։ Այնտեղ հնարավոր է բան փոխել, որին եկեք բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի փոխվի։ Դրա համար գյումրեցիներին ասում ենք միացեք, որ փոխեն։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։